Թանդիլյան այսօր ներկա է գտնվում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից կազմակերպված բողոքի ակցիային, որը տեղի է ունենալու եւ այստեղ ԱԳՆ-ում եւ դատախազության դիմաց խնդրեմ ներկայացնեք, թե ինչ ակնկալիքներ ունեք դուք։ Ակնկալիքները ընդհանրապես ես որպես մարդով լավ ճանաչում եւ այս կառույցը եւ դատախազությունը բարձր չէ, թե չասեմ չկան։ Ուղղակի պիտի լինեն այսպիսի բողոքի ակցիաներ, որպեսզի այս մարդիկ այս շենքերում ծվարած իմանան, որ մարդիկ պահանջատեր չեն լռելու եւ իրենց պահանջների ետևից գնալու։ Իսկ որոշում կայացնողը մի հոգի է, որ Արցախի անունն անգամ տալ չի ուզում։ Եթե Նիկոլ Փաշինյանը ուզենա, որ այդ աջակցության ծրագրերը շարունակվեն, Արցախի իրավունքների համար պայքարը շարունակվի, լինի իրենց օրակարգում, դա կլինի։ Հետևաբար բոլորն էլ հասկանում են խնդիրը որտեղ է, բայց այո, պիտի տարբեր ակցիաների միջոցով պարբերաբար բարձրաձայնվի հարցերը, որ իմանան, որ պահանջատեր են այս մարդիկ, ոչ միտեղ չեն գնալու եւ իրենք ստիպված են լինելու իրենց հարցերը, խնդիրները լուծել։ Եվ այս բողոքի ակցիաները ի վիճակի են, իզորու են լուծելու այդ խնդիրները, ճնշում գործադրելու գործող իշխանության վրա։ Այս իշխանությունը միայն ճնշման գործիքն է հասկանում, փողոց փակելու, փողոցային պայքարի ցույցեր։ Այլ գործիք, նորմալ բանական քննարկումները իրենց այլևս հասու չեն, որովհետև իրենք մեկ օրակարգ ունեն արցախցիների հարցը փակել։ Փակել նշանակում է մոռացության մատնել, հետևաբար հիշեցումը անհրաժեշտ է։ Բայց այո, այսպիսի ճնշումներն են այն գործիքը, որով պիտի իրենց գործի դնեն ի պաշտպանություն արցախցիների իրավունքների։ Տիկին Թանդիլյան նաև հացադուլ է իրականացնում հաջակցություն Բաքվում պահվող գերիների, մասնավորապես Ռուբեն Վարդանյանի, եւ օրերս Ռուբեն Վարդանյանը եւս մեկ նամակ ուղերձով հանդես եկավ։ Խնդրեմ ներկայացնեք, թե ըստ ձեզ ինչ է ուզում այնտեղից ասել մեզ հայ ժողովրդին Ռուբեն Վարդանյանը։ Այդ հացադուլը, որը ես եմ իրականացնում, իրականում մի աջակցություն եւ խնդրան Ռուբեն Վարդանյանին դադարեցնելու հացադուլը։ Ինչու՞, որովհետեւ ես շատ լավ ճանաչում եմ ինչպիսի հայորդի է գտնվում այնտեղ եւ ինչպես է վտանգում իր առողջությունն ու կյանքը, որպեսզի այնտեղից պաշտպանի Հայաստանում արցախցիների հայ ժողովրդի իրավունքները։ Եվ ահա այդ ուղերձը նույնպես այդ մասին նա ցույց է տալիս, թե ինչպես կարելի է ամենածանր վիճակում գտնվելով լինել այդքան մեծահոգի, այդքան մտքի տեր մարդ, մեծ մարդ, որ կարողանում է նույնիսկ այդ պայմաններում խոսել բարձր արժեքներից, ի տարբերություն Հայաստանում գտնվողների, ովքեր կարող են խոսել միայն իրենց սեփական տգիտությունից, 7 տարի նույն դասարանում մնալուց, որովհետև ահա այդպիսի կառավարության ձեռքում են հայտնվում։ Այնինչ մենք պիտի տեսնենք, որ հայորդիներին իրենք չեն ներկայացնում, հայ ժողովուրդը խելացի, հայ ժողովուրդը աշխատասեր ժողովուրդ է, ուղղակի պիտի ստեղծվեն պայմաններ եւ ունենան որակյալ առաջնորդություն, ինչը այսօր բացակայում է։ Իսկ Վարդանյանի ուղերձը ինչ էր Վարդանյանը փորձում մեզ ասել։ Դա խելացի եւ գիտնական դիտակից մարդու ուղերձեր պայքարի իմանալու արժեքները որոնք են եւ դավանելու սեփական արժեքների ու չտրվելու մանիպուլյացիաներ, որովհետեւ ինչպես նա է ասում, տգիտությունը վերջ չունի, լուսավորությունը չունի, որովհետեւ դու կարող ես կրթվել, սովորել, իմանալ ու նորից ուզենալ իմանալ, որովհետեւ անվերջ է գիտելիքի շտեմարան։ Նաեւ նշեմ, որ քանի որ Ռուբեն Վարդանյանը պարբերաբար նամակ ուղերձներով հանդես եկավ, սա եւս թիրախավորում են որոշ անձինք, նշելով, որ ինչու միայն նա հնարավորություն ունի ուղերձով հանդես գալու։ Սա նորից անդեղյակության, չիմացության, կներեք գիտության հետևանք է։ Ես չեմ սա ասել, գերիների պաշտպան Սիրան Սահակյանն է անգամ բարձրաձայնել, որ սիրելի ժողովուրդ ջան, բոլորը նույն հնարավորությունը ունեն։ Ուղղակի ամեն մեկ այդ հնարավորությունը տարբեր կերպ է օգտագործում։ Մեկ օգտագործում է ուղղակի զրուցելու իր ընտանիքի հետ, մեկ ուղերձ աղելու, մյուսը հացադուլ անելու միջոցով իր ընտանիքի հետ է շփվում, որպեսզի կարողանա ցույց տալ, թե ինչ է այնտեղ կատարվում։ Այսինքն ամեն մեկը ինքն է ընտրում, ինչ է անում իրեն հատկացված րոպեները, ամենևի յուրաքանչյուր նկատմամբ խորը հարգանքով ամեն մեկը որոշում է ինչպես օգտագործել։ Սա այսքան բան, մարդը ձայնաուղերձ է հղում, որովհետև ընտանիքին խնդրում է ձայնագրել, տեքստ է թելադրում, այսինքն սա կոմունիկացիայի միջոց է։ Նա ուզում է կոմունիկացվել ոչ միայն իր ընտանիքի, այլև հայ ժողովրդի հետ, ինչն էլ իրականացնում է իրեն տված րոպեների ընթացքում։